Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, քաղաքացիները, որոնք 10 տարի եւ ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է սա ասել։ Ուրեմն ինչի է կարիք առաջացել այսպիսի բան ասելու, նախ ես հիշեցնեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամուլի ասուլիս էր տալիս 3 եւ քանի որ մի բաժակ ջրում փոթորիկ էին փորձում ստեղծել այն լրագրողները, ովքեր որ ավելի շատ շուշաթղթի ֆունկցիա են իրականացնում, փորձում էին ճշտել կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգրանցի կոնկրետ մի ուժի կուսակցությունը թե ոչ, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը շատ հստակ պարզաբանեց, որ ԿԸՀ-ն մեծ հաշվով չունի խնդիր չգրանցելու, չի կարող որոշում կայացնել գրանցի թե չէ, եթե փաստաթղթերը ամբողջովին նորմալ են, այսինքն գոյություն ունեն օրենքներ եւ սահմանումներ։ Եթե համապատասխանում է դրանց, ԿԸՀ-ն չի կարող որոշել, որ չենք գրանցում կամ գրանցում ենք, այսպես չի։ Ցանկացածը կարա գրանցվի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ցանկացած կուսակցություն կամ դաշինք մասնակցելու համար ընտրություններին, եթե փաստաթղթերը ամբողջովին տեղում են լինում։ Սա է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսինքն կարելի ասել ավելի կոնկրետ ստուգող մարմինը։ Երեկվա մամուլի ասուլիսը բավականին հետաքրքիրն էր, դրան երևի մի այլ առիթով կանդրադառնանք, բայց ինչի էր առաջացել այս խնդիրը, որովհետև մեր արտաքին հետախուզական ծառայությունը հրապարակել էր, որ տվյալներ կան, որ մի երկրից, իսկ մեր պարագայում մենք հասկանում ենք, որ դա Ռուսաստանն է, ասենք խնդալու կլինի, եթե դա լինի, չգիտեմ, Բեյրութը, Ռուսաստանն է, այնտեղ հատուկ ծառայությունները բիզնեսմեններին ճնշում են, հայ գործարարներին ճնշում են, որպեսզի սրանք իրենց հերթին հայերին ֆինանսավորեն, որ գան Հայաստան ավտոբուսներով, ինքնաթիռներով, կան Հայաստան մասնակցելու ընտրություններին, 80,000 եւ ավել մարդկանց են փորձելու բերել, իհարկե ինքնաթիռով հնարավոր չի լինի այդքանին բերել, դրա համար ավելի շատ աշխատում են Ռուսաստանի հարավային շրջաններում, որպեսզի մեքենաներով ու ավտոբուսներով գան, անգամ տվյալներ կան, որ այստեղ դիմավորողներ են լինելու եւ հիմնականում այն մարդկանց են ցանկանում ուղարկել, ովքեր որ այստեղ ունեն տուն, այսինքն մնալու տեղի խնդիր չեն ունենա, 2-3 շաբաթվա բանով անընդհատ կուղարկեն։ Այսքանով շատ լրջագույն դա թիվ է 80,000-ը, լրջագույն ազդեցություն կունենան ընտրությունների վրա։ Մյուս կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացների միջամտության մասին արտաքին հետախուզական ծառայության հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույց։ Սրա մասին հայտարարություն է տարածել արդեն այսօր քննչական կոմիտեն, այսօր չէ, 3 Այսինքն ամեն գնով փորձում են վերցնել իշխանությունը արտաքին ուժերի ներգրավվածությամբ եւ սա ուղիղ դավաճանություն է, այլ կերպ չես կարող ենթադրել, բայց գործերը պետքա հիմնավորվեն։ Հիմա ներողություն Հիմա այստեղ պարզապես փոքրիկ հարցեր են առաջանում տեխնիկական, որովհետև քանի որ ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բոլորիս համար շատ կարեւոր է ընտրությունների լեգիտիմությունը, առաջնայինը դա է, ապա պետքա իմ կարծիքով պարզաբանումներ լինեն կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թե օրինակ այս հայտարարությունը, որ 10 տարի եւ ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ովքեր չեն կարող մասնակցել, ինչ է նշանակում կապը կտրել են, որն է համարվում կապը կտրած, որ դեպքում այս տեխնիկական բաները պիտի լուծվի, որպեսզի դա չդառնա արհեստական միջամտություն ընտրությունների վրա ազդելուն եւ լեգիտիմությունը մենք գիտենք, որ
ընտրությունների լեգիտիմությունը պետության համար չափազանց առաջնային կարևորություն ունի, որովհետև միջազգային գործընկերները այդպես են սկսում աշխատել մեզ հետ, եթե լեգիտիմությունը բարձր մակարդակի վրա է։ Եվ այստեղ կապը կտրելը կոնկրետ որն է նշանակում, ասենք 10 տարվա մեջ երբեք Հայաստանի չեկածները կամ ասենք կարող է էլի կապը կտրել են, բայց մի հատ հարազատի հուղարկավորության են եկել մասնակցել, գնացել 2 օրով, ինչ 10 տարվա մեջ քանի օր ամենակիչը պիտի եղած լինեն Հայաստանում, որովհետև մարդը կարա 10 տարի կապը կտրած չլինի, եկել է մի օր մնացել գնացել է, հետո մի տարուց էլ եկել է, մեր փաստաթղթի հարցը լուծել գնացել է, հետո եկել է, չգիտեմ, հարազատի ծնունդ, այսինքն տարին մի անգամ եկել է 2 օրով գնացել է։ Սա նույնպես կապը կտրել է, օրինակ, մարդը զուտ գործով եկել գնացել է, չէ՞։ Հիմա ո՞րն է համարվելու դա, որպեսի հանկարծ ունքը շինելու տեղը, ունքը դզելու տեղը աչքնել չհանենք։ Ես այստեղ մի քիչ օրինակ բացատրություն կուզեի, իսկ մնացածի հետ համաձայն եմ, որ այո, մեր պետության հետ ոչ միայն 10 տարի, առհասարակ մեր հայերը պիտի հասկանան, որ սա մեր պետությունն է ախր ու կամ դու դրա ներկայացուցիչն ես, կապ ունես ու մասնակցում ես ընտրություններին կամ չունես, սա է, եւ ոչ միայն ընտրություններին։ Մենք իսկապես շատ դժվարությամբ ենք ընդունում, որ սա մեր բոլորիս պետությունն է։ Մենք անընդհատ օտարած ենք պահում եւ այն ճնշումները, որոնք որ ձեր հանդեպ կլինեն, դուք հանգիստ կարող եք անգամ գալ մտնել քվյախցիկ, այնտեղ դուք եք ու ձեր խիղճը, ոչ ոք չի տեսնելու ով ում է քվյարկել։ Իհարկե հեքիաթները ամեն ընտրություններից առաջ 30 տարիա պատմում են, որ մեկը իրանք իմանալու են, մեկը գրիչը հատուկ թանակով է, չէ՞ դες բաներ կամերայա դրած էս ցերին, բա չի կարող այսպիսի բաներ լինել։ Քվյախցիկում դուք եք ու ձեր խիղճը։ Վերջ։ Այդ վերջի պահին ինչ կանեք, դրանով լուծում եք հայոց ճակատագիրը, հայոց պետականության ճակատագիրը։ Սա է հարցը։ Մնացած մասով ես խորհուրդ եմ տալիս իսկապես դիտել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի ասուլիսը, որպեսզի հետագայում մանիպուլյացիաների չենթարկվեք, որովհետև արդեն փորձում են որոշ քաղաքական հռչակած շարժումներ եւ ուժեր ներկայացնել, որ իրենցից վախենում են, դրա համար կարող են չգրանցել, իրենցից չգիտեմ, ինչ հաշակում վախենում են, կարող են չգրանցել, ինչ է դա նշանակում։ Հիմիկվանից եք փորձում ինչ որ հարց, ասենք չեմ վախենում, օրենք գոյություն ունի, պիտի ապրած լինես Հայաստանում, որ վարչապետի թեկնածու լինես, չպիտի ունենաս այլ քաղաքացիություն եւ այլն եւ այսպես շարունակ, ինչ նշանակում վախենում են։ Ասենք սա մարդկանց մոտ արդարանալու ավելի process է, քան ճշմարտության մասին խոսելու։ Եթե մարդիկ դեռ քաղաքական բուն թոուբոհի մեջ չմտած, արդեն սկսել են որերորդ սուտն են բռնվում, արդեն սկսել են մանիպուլացնել, արդեն սկսել են բան անել, այդ ապատեղեկատվություն տարածել, դե պատկերացրեք, եթե հանկարծ նրանց մոտ ինչ-որ բան ստացվի, ու նրանք հայտնվեն ազգային ժողովում, ընդ որում կապ չունի որպես ընդդիմություն թե իշխանություն, պատկերացրեք ինչը ականատես լինելու։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, ես հասկանում եմ, որ մեր հիմնական հետևորդները այս ամեն ինչը շատ լավ հասկանում են, բայց պետք է ամեն մեկս մեր միջավայրում էլ աշխատենք, որովհետև մեր քաղաքացիների մեջ կան մարդիկ, որ այնքան էլ չեն ըմբռնում այս նրբությունները։ Նորմալ է, ոչինչ, զբաղված են լինում կամ այդքան էլ հետաքրքրվող չեն ու իրենց հեշտ է խաբելը։ Ամեն մեկս մեր միջավայրում սա պիտի ներկայացնենք, բացատրենք, թե ով է։ Իհարկե առանց ուղղորդելու եւ ազդելու մարդու ազատ ընտրության կամքի վրա, որովհետեւ դա արդեն քրեական է։ Ուրեմն երեք շատ հետաքրքիր մենք շատ հաճելի տեսարանի ականատես եղանք, Հայոց Այբուբենի հուշարձանը բացվեց Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում,
շատ գեղեցիկ աշխատանք էր, ինչի համար շնորհավորում եմ քանդակագործին նույնպես, ու սա արդեն կզարդարի Եվրոպական խորհրդարանի տարածքը, մենք լսեցինք նաև Սիլվա Կապուտիկյանի խոսքերը եւ այլն, եւ այս ամենը առաջին հերթին երկխոսության մասին է, այո, հուշարձանը մոտավորապես այդպես էլ կոչվում է, բայց երկխոսությունը թերևս ամենակարևոր բանը։ Երկխոսությունը հենց նաև խաղաղության երաշխիք կարա լինի։ Եթե իհարկե փորձում ենք երկխոսել, ոչ թե ասած գորգռալ իրար վրա, հա։ Ասենք, եթե դիմացինը մի բան ասում, դու ես լսում, փորձում ես հասկանալ ինչու է դա ասում, ինչ է ուզում տեղ հասցնի, ու հետո դու ես լսելուց հետո պատասխանում ես, եւ սա երկխոսությունն է, նորմերն են երկխոսության, իսկ եթե բոլորը պարզապես աղմկում են, ճիշտ հակառակ էֆեկտը կարա տա, չնայած որ երկխոսությունը մշտապես ավելի լավ է դիվանագետներն են, երբ դիվանագետներն են խոսում, քան երկու կողմերի զինվորականները, սրանք խիստ տարբեր բաներ են, եւ երկխոսության արդյունքում է նաեւ, որ մարդը իսկապես նաեւ կրթվում է, չէ՞ որ դիմացինն էլ ունի իր բագաժը, հա, այսպես ասած, ու երկխոսության արդյունքում դու կարող ես լսել մի բառ կամ մի ձևակերպում, որը դու գիտեիր, բայց երբեք այդպես չէիր ձևակերպի, ու քեզ համար սենց մի հատ նոր դաշտ է բացվում, մտորելու, աշխատելու, նախաձեռնելու, այնպես որ իսկ առավել եւս Եվրոպական խորհրդարանը, որտեղ որ ավելի շատ հենց խոսելու վայրը, այս իմաստով մեր տառերը եւ քանդակը կարծում եմ շատ սիմվոլիկ ու շատ տեղին է, իր պատվավոր տեղը երկար դեռ կզբաղացնի այնտեղ, մշտապես, լավ, այսպես ասենք, ուրեմն, չգիտեմ, մի հետաքրքիր նյութ տարածվեց, ժողովուրդ ջան, եկեք անդրադառնանք, չնայած պարզաբանումները չգիտեմ որտեղ են, ուր են հասել արդեն, այստեղ իմ կարծիքով պետք է դատական պրոցես էլ սկսվի, ես իհարկե հեղափոխական դաշնակցության հրապարակումները ինձ համար 0 արժեք ունեն, այնուամենայնիվ սա թերևս հնարավոր է հիբրիդային պատերազմի գործիքներից է, աշխատանքներից է, հնարավոր է ինչ-որ մեկը երրորդ կողմ մտել ու ինչ-որ բան է խառնում, այնուամենայնիվ հրապարակմանը եղավ նաև պատասխան բանավոր ձևով, դրա համար պիտի անդրադառնամ, ուրեմն, դաշնակցությունը գրում է հետևյալը, Լոնդոնում տեղակայված Apollo Strategic Communications կազմակերպությունը 2026 թվականի մարտի 2-ին ամերիկյան լրատվամիջոցներին ուղղված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է ոչ հրապարակային քննարկումներ նպատակ ունենալով արատավորել հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Եկեք մի անգամից ասեմ, որ հայ դատը կարա այդքան էլ սենց նախ չխառնվի իրար, ձեր անունը արատավորելու կարիք չկա, մենք շատ հարցեր ինքներս ունենք, պարզապես չենք ցանկանում դա շատ էլ հրապարակայնացնել, հրապարակային խոսել, այնուամենայնիվ ես կարող եմ իմանալ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, երբ իր կառավարման տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Օսկանյանի հետ պայմանավորվում էին, որ հայկական լոբինգի վրա կազդեն Միացյալ Նահանգներում, որպեսզի Միացյալ Նահանգների պարլամենտը չընդունի ցեղասպանության ճանաչումը ու փոխարենը ճանապարհները բացի Թուրքիան։ Այս ամեն ինչի մեջ հայդատը կար, թե չկար, պայմանավորվածությունների մեջ, կամ առհասարակ հայդատը որքանով է բաց ու թափանցիկ գործել։ Իհարկե հայդատը որոշակի աշխատանքներ արել է եւ դրանք ես անուրանալի են, բայց գիտեք ինչ,
այնպես չի, որ պարտավորությունները առաջանում մեզ մոտ, մենք ունենք հարցեր այդտեղ, որովհետև թե տեմպերը, թե ֆինանսական հոսքերի ոչ այնքան թափանցիկությունը, թե նպատակների անորոշությունը հարցեր է առաջացնում, տասնամյակներ կա այս գրասենյակը, բայց էլի եմ կրկնում, ինքը կարա արդյունավետ աշխատի ու լավ բան լինի, դրա համար ես նես չի քարը առել ընկել եմ հետևից, պարզապես ասում եմ այն, ինչ որ ինքս նկատել եմ։ Ուրեմն, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող տեղեկատվությունն ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Apollo Strategic Communication-ի մայր ընկերությունը RSK Group-ին է պատկանում Azerbaijan Environment and Technology Center Ltd. դուստր ընկերությունը, այսինքն Այնտեղ մի հատ ադրբեջանական դուստր ընկերություն էլ կա, այսպես է ստացվում, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպիան տարածաշրջանում, իսկ Ապոլլոն իր գրանցումից ի վեր 2009 թվականից գործել է մի քանի անվանումով, ու օրինակներն էլ կան, ցավոք ադրբեջանական ակնհայտ ուղղությամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այդ թվում, հիշեցնեմ, սա դաշնակցական բանն է, կայքն է։ Այդ թվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր։ Մասնավորապես մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետեւյալ անձանցենթ հանդիպումների միջոցով։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից իբր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյան, իբր պատմաբան Նժդե Հովսեփյան, իբր Քարնեգի հիմնադրամի այցելու գիտաշխատող Կարո Փալյան։ Ավելի ուշ X-ի իր միկրոբլոկում Կարո Փալյանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից, գրելով. լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել։ Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո Apollo Strategic, ես չգիտեմ ճիշտ եմ կարդում թե չէ անգլերեն է, ներողություն, Communications-ը փակել է իր X-ի օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրված աշխատակից Դենիել Բլեյք Մարտինի տվյալները։ Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, այս Apollo Strategic Communications-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը. ով է վարձել Apollo-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար եւ որքան գումար է վճարվել։ Եթե Apollo-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից, ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչու չի գրանցվել ԱՄՆ արտարադատության նախարարությունում FARA օրենքի համաձայն, ինչպես եւ ինչու են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդե Հովսեփյանը եւ Կարո Փալյանը։ Ինչ կապեր ունի Ապոլլոյի մայր ընկերությունը RSK Group-ը Ադրբեջանի եւ Ալիևների ընտանիքի եւ Կասպիան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։ Այսպիսի մի աշխարհացունց հրապարակում են արել, իսկ Մարիա Կարապետյանի արձագանքին կանդրադառնանք կարճ դադարից հետո։ Կարճ դադար եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, երևի միտքը հասկացանք, չնայած այնտեղ շատ բարդ է գրված,
Այնուամենայնիվ մոտավորապես այսպես է, որ հայդատի դեմ արշավ է իրականացվում, օգտագործվելով բանը, լրատվական բլոկները, միջազգային կամ ամերիկյան, ու այնտեղ ներգրավված են մարդիկ, մեզ ծանոթ, ովքեր որ եսի մումոնց միջոցով փորձում են դա իրականացնել եւ իհարկե դաշնակցություն չէր լինի, եթե չփորփրեր արանքը միատել ադրբեջանական դուստր բան չգտներ, գիտեք ինչ, երևի աշխարհի շատ մեծ նման կորպորացիաները ունեն թե հայկական կարող են լինել, թե ադրբեջանական դուստր կառույցներ, դրանք դուստր են, դրանք ազդեցություն բանա գեներացնող չեն։ Բայց ամեն դեպքում ասես մա թուրքական շոխ բա չգցեն այս ամեն ինչի վրա, որ մենք ավելի սենց լինենք, դեմը ընտրություններ է ախր։ Ու Մարիա Կարապետյանը պատասխանել է։ Հայ դատը սուտ է տարածում Մարիա Կարապետյանի մասին։ 5-րդ ալիքի եւ ABC մեդիայի լրագրողներից տեղեկացա, որ հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է հրապարակել։ Բացահայտվել է հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀԱԺ պատգամավորի ներգրավման վերնագրով։ Տեղեկացնում եմ, որ ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին եւ երբևէ որևէ մեկի հայ թե օտարազգի չեմ ունեցել հայ դատի մասին որևէ քննարկում, որը կարող է թեկուզ թեթևակի նմանվել նրան, ինչ գրված է բացահայտման մեջ։ Հետգրություն այս պահին Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետի ելույթի առիթով Ստրասբուրգ քաղաքում եմ, որտեղ քիչ առաջ վարչապետի եւ ԵԽ նախագահի կողմից բացվեց Հայաստանի կողմից ընծայված այս հուշաքանդակը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան։ Հիմա ես կարծում եմ, քանի որ այս ամեն ինչը համեմված է Ադրբեջան բառով եւ հասկանում ենք թե մոտավորապես ինչի համար, այնուամենայնիվ կամ հայ դատը այդ նյութերը պիտի իր ձեռքի տակ եղած տվյալները պիտի վերցնի ու դատական կարգով փորձի իրավական ուժ տալ այն ամեն ինչին ինչ որ ասում է, կամ Մարիա Կարապետյանը երևի թե կփորձի այս ամեն ինչին իրավական առումով հակադարձել, որովհետև գիտեք նման բաներ խոսելը լրջագույն ազդեցություն է թողնում։ Չնայած իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, առհասարակ այդպիսի խոսք կա, չէ՞, ասում են դաշնակցականները այնքան չկան, որ կառավարեն երկիրը, բայց այնքան կան, որ կարող են ամեն ինչ փչացնել։ Հիմա հերթական սուտը կարա լինի, առաջին դեպքը չի, երկրորդը չի, 10-րդը չի, բայց այնուամենայնիվ աղմուկը կա ու ներգրաված են այնպիսի անուններ, որ ասենք բայց ես կխնդրեմ, որպեսզի հայ դատը եւ առհասարակ դաշնակցականները, երբ տեսնում են, որ ինչ որ մի կորպորացիա կա, որի դուստր բաներից մեկը կարա լինի ադրբեջանական, կարող եք այդքան հիստերիայի մեջ չընկնել, որովհետեւ կամ եթե հիստերիայի մեջ եք ընկնում, ուրեմն հավասարաչափ ընկեք, որովհետեւ ոչ բարով խերով մի հայ ազգի բան ունենք, Մարգարիտա Սիմոնյան ունենք Ռուսաստանի Դաշնությունում, ով Ադրբեջանի հեռուստատեսության հետ հուշագրեր են ստորագրել, աշխատում են նրանք միասին եւ իմիջայլոց Մարգարիտա Սիմոնյանն էլ այն մարդն է, այն տիկինն է, ով նախ անցանկալի անձ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում եւ երկրորդ նրան շատ է սիրում ցիտել ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն եթե հիստերիայի մեջ ընկնում եք, բոլոր կողմերից ընկեք ու մի փորձեք մանիպուլացնել մարդկանց, երբ ուզում են ինչ-որ հարց լուծել, սրանց զեռագիրն է։ Հենց ուզում են մի հատ հարց լուծել, անպայման իրանց խոսույթի մեջ պիտի օգտագործեն թուրք-ադրբեջանական, ադրբեջան-թուրքական։ Գիտեք ինչի։ Իրանք կոմպլեքսներ ունեն, որովհետև կապեր ունեն, թե թուրքերի հետ, թե ադրբեջանցիների։ Եվ որպես իրենց հնարավոր լինի թաքցնել այդ կոմպլեքսները,
այդ կապերը, որոշ դեպքերում նաև պատկանելությունը, նրանք փորձում են բոլորին վիրավորել, վարկաբեկել այդ բառերը օգտագործելով։ Սրանք կոմպլեքսների մասին են խոսում, եւ սրանք Մակուր Քոչարյանի կոմպլեքսներն են, որովհետեւ այդ մարդը էթնիկ ցանկումնաբանության վրա հարցադրումներ կան։ Ոչ միայն հարցադրումներ կան, անգամ վստահ հրապարակումներ կան, հասկանում եք։ Հիմա ինչ չանեն, սաղ ուժով դուրս են եկել, բոլորին թուրք ու ադրբեջանցի են տեսում, անգամ եթե չլինի էլ մի բան կճարեն, մի բան կծնեն, որովհետև իրանք ֆիքսված են դրա վրա։ Սա է իրենց ձեռագիրը։ Իսկ այս տիպիկ հայկական, այն որ այսպես նկարագրենք, որ իրանք դնում են շատ տենց հայ, մենք իսկական հայերը, իմջալոց Արծվիկ Մինասյանին եւ մնացած դաշնակցներին խորհուրդ կտամ չհրաժարվել Ռոբերտ Քոչարյանից ամենատարբեր բաներում, բանավեճերում։ Ես ուզում եմ հասկանալ էլի ձեր ձեռագիրը իսկապես մի րոպե։ Վերջերս նորից նայում էի բանավեճ Ռուբինյանի ու Արծվիկ Մինասյանի միջև։ Հետո էլի կան նմանատիպ փոքրիկ բանավեճեր։ Հիմա երբ որ խոսում ես Ռոբերտ Քոչարյանից, այս դաշնակցականները շատ լուրջ դեմքով ասում են, հա բայց մենք ինչ կապ ունենք։ Լուրջ եմ ասում։ Հա ինչ Ռոբերտ Քոչարյանն է, դա մեր դիրքորոշումը չէ, դա Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումն է։ Դա ոնց որ հիմա ԿՊՆ ասի, էսի մեր դիրքորոշումը չի, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։ Դա չի լինում։ Հրաժարվում եք, հեսա էլի ընտրությունները, էլի Ռոբերտ Քոչարյանով եք չեմ մտնելու։ Դուք պատասխանատվություն եք կրում հավասարաչափ Ռոբերտ Քոչարյանի ամեն բառի համար։ Քաղաքական պատասխանատվություն եք կրում։ Դա բարդ է ըմբռնելը, ում եք ապուշի տեղ դնում։ Եվ այն դաշնակները, ովքեր sense շարքային դաշնակցականները, ովքեր որ sense հայրենասիրական բանով տոգորված համարում են, որ իրենց կուսակցությունը հայրենասիրություն է դավանում, դաստիարակում, եկել բարձվում է Քոչարյան Ռոբերտին իսկապես իրանք կարծում են, որ իրենց հետ կապ չունի։ Այս շարքային դաշնակցական, այսպես ապեր ինքնա ձեր քաղաքական առաջնորդը։ Այդ ինչ կապ ունի։ Ցնդելու բան է, լուրջ եմ ասում։ Անմեղ սունակներ են։ Օրը, ասենք օրական դավաճանություն, կուզեք երկու բառով մի հատ վերադառնանք բանին, փոդքասթին։ Կներեք, եւ այստեղ ես ուշադրությունը գրավում եմ նաեւ հատուկ ծառայությունների։ Ասենք որ դեպքում է էլի դավաճանում, դավաճանություն, պոզով պոչով, հա, դա դավաճանությունը, թե ոնց։ Նայեք, փոդքասթի ժամանակ sense բան է ասում Քոչարյան Ռոբերտը։ Ասում է այն trip ուղին որ կա, այդտեղից հետախուզական տվյալներ են հավաքելու Իրանի մասին ամերիկացիները, հետևաբար դա վտանգավոր ծրագիր է, որովհետև Իրանը կարող է խփել trip ուղուն, որովհետև ամերիկական է։ Զորով հուշում է, ասում եմ այդ խփի տեղ, էլի։ Հիմա սա ոչ միայն խոսույթ է, եկեք մի պահ այսպես մտածենք, չնայած որ trip ուղին դա ուղի է ինքը Հայաստանի Հանրապետության տարածք է, այդ ճանապարհը Ամերիկայի սեփականությունը չի, ոչ էլ Թրամփի սեփականությունն է, դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, իսկ վրա այդ ճանապարհը, որտեղ որ միևնույն է մեր ծառայություններն են իրենց ծառայությունը իրականացնելու, տված է կոնցեսիոն կառավարման, տրվում է կոնցեսիոն կառավարման, ինչի մեջ նույնպես 24% բաժին ենք ունենալու, ի տարբերություն օրինակ երկաթգծերի, Գազպրոմի, մյուսի։ Հիմա եթե ենթադրենք, չգիտես ինչու, ճանապարհի վրայից Միացյալ Նահանգները այս ճանապարհը ուզելա վերցնել, որ իսկապես դնի ու հետախուզական տվյալներ հավաքի, ճանապարհի վրա ես, չգիտեմ ոնց, ըստ Ռոբերտ Քոչարյանի է, ես չգիտեմ ոնց պիտի դա տեղ ունենա, ու ենթադրենք դա բխում է Հայաստանի Հանրապետությունը այնպեսի մի ռազմավարություն է ընտրել,
անվտանգային, որ փոխել է իր վեկտորը, ասեմ, ինչա ասեմ, հա, ու Միացյալ Նահանգներն էլ այդ ճանապարհը իհարկե իսկապես թակում բան է, օգտագործելու է հետախուզական տվյալների համար։ Դու պիտի վեր կենաս դրա մասին բարձրաձայնես, ասենք դրա մասին պիտի ասես, որ ասես Իրան գիտես Հայաստանը Միացյալ Նահանգների հետ աշխատում է, մի հատ ուստեղից էլ հենա հետախուզական տվյալներ են հավաքագրում, խփի այդտեղ։ Եթե անգամ դա այդպես լինի, էլ ինչ որ չգիտեմ, նո այդպես չի բնականաբար 100%-ով, այդպես չի, բայց ենթադրենք։ Այսինքն դու պիտի գնաես ծախեր այդ տվյալը ու հրամցնել, որ պարսիկները այդտեղ խփեին։ Սա պետության հանդեպ դավաճանություն չի լինում։ Չէ, ես մի քիչ լավ չեմ հասկանում երևի, չգիտեմ։ Խնդրում եմ ինձ հուշեք այդ իմաստով։ Պետությունը իր ազգային անվտանգությունը որոշել է ապահովելու համար սկսի Միացյալ Նահանգներին հրավիրի այստեղ, հա, ու իր հետ աշխատի, հիմի դա ում դեմ կլինի, ում դեմ չի լինի, թողնենք, հարցի մյուս կողմն է, բայց այդպես։ Ու դու ասում ես այդտեղ խփեք։ Սա ի՞նչ է։ Իմ կարծիքով դավաճանություն է։ Ու իմիջիայլոց այս դավաճանությունը երևակայական դավաճանությունը, որովհետև այդ ճանապարհը բանի մասին չի եւ Քոչարյանը դուրս է տալիս։ Հիմա Քոչարյանի հետ podcast-ին նստած են Ագնեսա Խամոյանը եւ Աննա Մկրտչյանը, եթե չեմ սխալվում։ Հիմա այս երկուսը, որ գլուխները տմբաստում են Քոչարյանի այս մտքերը արտահայտելուց, նույնպես հակված են դավաճանության սեփական պետության հանդեպ, թե ոչ։ Իմ կարծիքով այո, նրանք նույնպես հակված, կամ երկու տարբերակ է, կամ նրանք նույնպես հակված են, որ եթե այդպես իրավիճակ լիներ, նրանք այդպես կվարվեն ու չգիտեմ, կդավաճանեին պետությանը, կամ չեն հասկանում ինչ է խոսում Քոչարյանը, այնքանա որ գլխով սենց են անում։ Իմիջիայլոց վերջին տարբերակը լավագույն տարբերակն է։ Ցնդելու բաներ ես լսում։ Նախագահը աշխատել։ Այսպես առանց հասկանալու Հայաստանի Հանրապետության շահը կամ դիտավորյալ չհասկանալով ամբողջ Հայաստանը նվիրել է մեկին, մի ուրիշ երկրի։ Ու այսօր էլ վիցամիցիաները դուրս են գալիս, ինչեր են հանդգնում խոսել։ Իմիջիայլոց փորձ են անում մի հատ էլ դա արդարացնել, թե բա ավելի լավ է Ռուսիա ագենտ լինենք, քան Թուրքի շուն։ Լուրջ։ Շունա, Ռուսիա, Թուրքիա ինչ կապ ունի։ Պետության դեմ ագենտը, պետության դեմ դավաճանը ինչ կապ ունի ումնա։ Դուք տենց եք, դուք այդ բանի մեջ եք մտել, համեմատականի մեջ եք մտել, ապեր ավելի լավ է ես Ռուսիա ագենտ լինեմ, քան Թուրքի շուն, այսինքն եթե չլինես Ռուսիա ագենտ, լինելու ես Թուրքի շուն, կամ ոնց հասկանանք։ Քո ձգտումը դա է։ Այսինքն բերել են, այնքան գեներացրեցին այսօրվա իշխանը թուրք, այն որ ամեն ապուշ բանով այդ արտահայտությունը անում են, այսօր էլ տենց արդարանալու համար էին էլի անում, որ երբ որ ասում ես, արա դու ագենտ ես, ագենտը վատ բան է։ Օտարերկրյա ագենտ լինելը քո սեփական երկրում վատ բան է։ Ինքս ես ավելի լավ ագենտ լինեմ, քան այն գեներացրած միտքը։ Սա չգիտեմ ինչ է։ Ուրեմն ասեմ, սույն մտավորականներ կան մեր կոկել տենց խոսում են։ Ասեմ, որ թե մեկը, թե մյուսը նույն դավաճանն է սեփական պետության հանդեպ։ Ոչ պետքա Թուրքի շուն լինել, ոչ Ռուսիա ագենտ, պետքա լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Քաղաքացի լինել մենակ քաղաքացիությունը չէ։
Գաղափարներով, պատկերացումներով։ Մի հետաքրքիր բան էլ կար, տարածում էլ կար, այսիշ տարածում են մարդիկ, նայում են, տես տարածում են։ Ուրեմն մեկն էլ գրել էր, երեք YouTube-յանի մի եթերով եմ անդրադարձել, ճիշտն ասած, համառոտ տեղ էլ անդրադառնամ, որոշել էր մեկը Վիտալի Բալասանյանին պաշտպաներ իբր իր արևին։ Ասում է Վիտոյին տենց բան անելուց առաջ, քննադատելուց առաջ, մի հատ նայեք, որ 41-45 թվականներին Սովետը 1 միլիոն զորք է բերել Արաքսի ափին կանգնացրել, որպեսզի փրկի Հայաստանին վերջնական ոչնչացումից։ Ուզում ասած սապեր, դուք ինչ եք ուտում նախաճաշին, ինչ եք խմում ընթրիքին։ Հաստատ ձեր այդ ամեն ինչ նորմալ է։ 41-45 թվականներին, եթե Սովետը 1 միլիոն զորք է կանգնացրել, ուրեմն այդտեղ եղել էր նաև հայեր, որովհետև սովետական միությունն էր, զորքը սովետական բանակն էր։ Հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, չգիտեմ, ուզբեկ, տաջիկ, կիրգիզ, էստոնացի էլ ոչ լինի մի երկու տեղած կլինի։ Հասկանում ես դու։ Ինչ աշխարհում դրել էր Հայաստանը ոչնական ոչնչացումից սովետական միության ժամանակ, այդտեղ սովետական միության սահմաններ։ Սովետական միությունը այդ զորքը դրել էր իր սահմանը պահելու համար։ Հիմա վсё այդ 15 ժողովուրդներին, այդ 15 պետություններին պարտական են քո ասելով։ Ու այս խելքով կանգնել են Արցախում, ստիպում էին արցախցիներին, որ իրանց լսեն, իրանց ենթարկվեն, որ իրենք բանակցում են, ու այս խելքով տարան հանձնման Արցախը։ Տարան իրենց ընկերներով, իրենց խունտայով, հակադրվելով Հայաստանի Հանրապետության հետ։ Այս իշխան դուք sense բաներ անելով տարան հանձնին Արցախը։ Այս խելքի տեր էին որովհետև։ Սա 4-րդ դասարան էլ չի։ Սա առհասարակ դեգրադացված պատկերացումներ է, սա կապ չունի կրթության հետ եւ չկրթության հետ։ Սա ներդրած ճորտամտություն է, որը ցավոք սրտի կա։ Ու գելի կրված մարդ, ոնց նայում եմ զինվորականի շորերով է այդ մարդն էլ։ Որ ասես դու հասկանում ես դու ինչի դեմ ես կռվել, ում դեմ ես կռվել, առհասարակ։ Դու հասկանում ես Արցախի ինքնորոշման թեման ինչից առաջացավ, ինչու առաջացավ։ Առաջացավ, որովհետև սովետական միությունը վերցրել էր Արցախը, տվել էր Ադրբեջանին որպես ինքնավար մարզ։ Դու ուզում ես հետ գա Սովետը, ուրեմն դու ուզում ես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ։ Հա, չէ՞ մենք Սովետ ուզում ենք հետ գա, բայց մի քիչ սենց հետ գա, կամ մի քիչ իսկ քեզ ով է հարցնողը։ Առանց քեզ հարցնելու քեզ տնից վռնդեցին ու ծախեցին իրար մեջ արեցին ռուսն ու ադրբեջանցին։ Զարմանալու բան է այդ։ Դեգրադացված պատկերացումներ։ Իսկ մեզ, որպեսզի չգնանք այս կրթության հետևից, այս տեսակ դասիրակության հետևից, այս ճորտամտությունը չլցվի մեր երիտասարդների ուղեղը, այսօր կառուցվում են հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ եւ ուսուցիչները ատեստավորումներ են անցնում։ Չնայած, ասեմ, տեմպը թույլ է, վատն է, ուսուցիչները բանավոր խոսքում շատ վրիպումներ են թույլ տալիս, այստեղ պիտի ծնողները բավականին ուշադիր լինեն, բայց այնուամենայնիվ ես խնդրում եմ մի հատ ֆոտոն, եթե կարելի է տեղադրենք, խնդրեմ, Կապանի թիվ 1 այս նախակրթական ուսումնական հաստատությունն է նախկինում Վիտալի Բալասանյանների, Քոչարյանը Սերժականների, Սամվել Կարապետյանի, եղբայր Կարեն Կարապետյանի, մյուսների օրոք եւ ներքևում այսօրվա դավաճան իշխանությունները տեսեք ինչ գեղեցիկ բան են կառուցել։ Շնորհակալություն։ Սա ապագան է։ Սա ապագան է, որպեսզի այտենց դեգրադացված պատկերացումներ այդտեղ չդասավանդվեն։ Հիմա այս նոր կառույցը նաև նոր գաղափարներով պիտի լինի։
նոր մտածողության ուսուցիչներով պիտի լինի, ովքեր կդասիրակեն նոր քաղաքակիրթ հասարակություն, որոնք տարիներ անց լուծողն ու պատասխանատուն են լինելու, կրողն են լինելու Հայաստանի Հանրապետության հարատեվության, պատասխանատուներն են լինելու։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։